Մարդիկ կան հարցնում են, ասում են, եղբորը տարածից ինչ է մնացել, դուք ոնց եք անում, ինչ եք անում։ Եղբորս արածը պահել էր պետք, երբ հոկտեմբերի 27-ի դատավարությունը կեղծվում էր, ու մենք պայքարում էինք դրա դեմ։ Եղբորս արածը պահել էր պետք, երբ երկրի եղածը գույք պարտքի դիմաց տալիս էին օտարին։ Եղբորս արածը պահել էր պետք, երբ այդ մարդիկ ամեն ընտրություն կեղծում էին, դրանով անհուսություն ստեղծելով ու արտագաղթ առաջացնելով։ Եղբորս արածը պահել էր պետք, երբ իրը թալանվում էր, այդ մարդիկ ծպտուն չէին հանում, ու զինվորն էլ մնում էր տկլոր։ Այդ ամեն ինչին հատառհատ, մարդ միտինգներում ճանաչում եմ, իրենք չեն եղել։ Այսօր ինձ հարցնում են եղբորը տարածը պահելը։ Դուք են թիմում էիք, դուք միասին կեղծում էիք, կոսկում էիք հոկտեմբերի 27-ը, կեղծում էիք ընտրությունները 5000 դրամով։ Այսօր ինձ եղբորս եղածն եք հարցնում, կամ ասում եք, այդ որ Ռոբերտ Քոչյանը ժպտում էր, ինչի գնացիր վարչապետ, գնացի, որպեսզի հոկտեմբերի 27-ի գործը չկոծկեն։ Այդ դրա համար գնացի։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Ռոբերտ Քոչյանը 6 ամսվա մեջ լեզու գտավ հանրապետական կուսակցության որոշակի անդամների հետ, նրանց պաշտոններ խոսք տվեց, որոշակի զինվորականներ, գեներալական պագոններ ստացան, ինձ մենակ թողեցին, ու ինքը ինձ հանեց։ Մայիսի 2-ին ինձ հանեց, մայիսի 4-ին հոկտեմբերի 27-ի դատավարության քրեական գործը 180 աստիճան շուռ եկավ։ Ցուցմունքները, որ տվել էին Ալիկ Հարությունյանի դեմ ու Ռոբերտ Քոչյանի դեմ, ամբողջությամբ շուռ եկան, սա էլ փաստ է։ Սա կարած ստուգի Հայաստանի Հանրապետության ցանկացած մարդ, սա փաստ է։ Այդ հարց տվողները գիտեն այդ հարցերին պատասխան չունեմ։